Ռուսաստանի տարածքից Pan-Armenian TV-ի բոլոր նախագծերը ավելի հեշտ եւ արագ կարող եք դիտել Վկանտակտեում։ Pan-Armenian TV-ի պաշտոնական էջում։ Մենք արդեն Վկանտակտեում ենք։ Ռուսաստանի տարածքից մեզ կարող եք դիտել Pan-Armenian TV-ի պաշտոնական էջում։ Բաչ թողնեք։ Եվա խնդրում եմ պատասխանի զանգիս, արդեն 1000 անգամ զանգել եմ, անհանգիստ եմ քո համար։ Պատասխանի խնդրում եմ, ինչքան չպատասխանես, այնքան ավելի շատ եմ զանգելու։ Ես պիտի խոսեմ հետդ, ինձ պետք է հետդ խոսալ, հասկանում ես, խնդրում եմ գոնե մի անգամ պատասխանի, թեկուզ հանուն այն ամեն ինչի, ինչ ապրել ենք մենք։ Շատ լավ աղջիկ ես։ Ու իմ նման դու էլ սիրահարվել ես, տարվել ես, բայց հավատա ես այն սերը չի, որի մասին դու երազել ես։ Դու ինձ հարազատ չես ու ոչ էլ սիրտս ցավում ա քո համար։ Բայց դու այն կանանցից մեկն ես, ով զոհա դառնալու ինչ-որ սրիկա տղամարդու ձեռքին։ Ես իհարկե շնորհակալ եմ, որ անհանգստանում ես ինձ համար։ Բայց կարծում եմ քո կյանքում քիչ խնդիրներ չկան ու լավ կլինի ամեն մեկս մեր մասին մտածենք։ Դու վիրավորված ես գոռից ու այդ դեպքում քո այս պահվածքը բնական է, բայց գոռը քո մասին մոռացել է ու լավ կլինի, որ դու կարողանաս բաց թողնել այդ պատմությունը։ Իսկ դու վստահ ես, որ գոռի մասին մոռացել է։ Ավելի քան։ Դե ինչ ասեմ Սառա ջան, հուսով եմ ինչ որ հրաշքով դու երջանիկ կդառնաս։ Գիտես, երբ որ մարդը չի ուզում փրկվի, անիմաստ է ուղղակի իրան ձեռք մեկնելը։ Արման, ես հիվանդանոցում քեզ շատ բան չկարողացա ասել, բայց կարծում եմ, որ ասելիքս ավելի քան պարզ էր, դու շատ լավ հասկացար։ Կարող ես նստել։ Հա, հասկացել եմ։ Արման, հիմա խնդրում եմ ձեռքդ դնես խղճիդ ու ասես ինձ։ Այս տարիների ընթացքում եղել է գոնե մի պահ, որ դու խնդիր ունենաս ու ես կողքիդ չլինեմ։ Չէ, չի եղել։ Իսկ գուցե եղել է մի պահ, որ դու ինչ-ինչ պատմությունների մեջ լինես, նեղության մեջ ու ես ձեռքս չմեկնեմ քեզ, թողնեմ քեզ մենակ, նման դեպք եղել է։ Չէ։ Դու էլ այս ամբողջ տարիների ընթացքում եղել ես իմ ու իմ ընտանիքի անդամների կողքին, ես դա չեմ կարող ուրանալ։ Բայց այստեղ կա մի բայց։ Մենք երկուսս էլ շատ լավ ճանաչում ենք, թե ով է հայրդ։ Ու այնպես է ստացվում, որ անընդհատ հորդ պատճառով տուժում են իմ ընտանիքի անդամները։ Այսպես շարունակվել այլևս չի կարող։ Ես քեզ հասկացել եմ, ես քեզ ներել եմ,
Բայց տես, դու քո հոր համար ոչ մի նշանակություն չունես։ Իսկ իմ ընտանիքի անդամները ինձ համար շատ կարևոր մարդիկ են։ Ու ես քեզ եմ համարել իմ ընտանիքի անդամ, բայց դու ինձ ոչ։ Ու դրա համար դու նորից ինձ ստեցիր, նորից չլսեցիր ինձ։ Գիտես, մարդ, երբ որոշումներ է կայացնում, պիտի մտածի նաև դրա հետևանքների մասին։ Ես չգիտեմ դու որոշում կայացնելիս մտածել ես թե չէ, բայց ասեմ քեզ, քո որոշման արդյունքը կորուստն է։ Ու ճիշտ այդ պատճառով ես երբեք թույլ չեմ տա, որ իմ թոռը դառնա քո խելահեղ հոր վարքի զոհը։ Ախր ինչ ասեի, Սարոյան։ Ես ամեն անգամ գետինն եմ մտնում հորս առածներից հետո։ Բայց ինչ կարող եմ անել, փոխեմ, հերեսա, ոնց հրաժարվեմ։ Դա քո որոշումն է ու քո ընտրությունը։ Հենց դրա համար էլ ասում եմ, քեզ այլևս չտեսնեմ Էլկայի կողքին։ Դու լավ գիտես, որ ես սիրում եմ Էլկային։ Ես միայն մի բան լավ գիտեմ, այն, որ հիմա Էլկան հիվանդանոցում է։ Գիտեմ նաև այն, որ Էլկան սկսել է իր թանկարժեք իրերը վաճառել, որպեսզի հորը պարտքը կարողանաս փակել։ Ու գիտեմ նաև, որ Էլկան այդ պատճառով ստում է մեզ, այդ դա ես հաստատ գիտեմ։ Ու դա բավական է, որ ես իմ որոշման մեջ լինեմ հաստատուն։ Արամ, ուզում եմ քեզ ուղիղ հարց տամ։ Քո ու Ռեբեկայի միջև հիմա ինչ-որ բան կա։ Չէ, բայց կլինի, ախպերս։ Ոնց որ դու ես ասում, Գորջան, Ռեբեկան այն մարդը չի, ում կարող ես ստիպելով հետդ ինչ-որ այդտեղ տանել։ Կամ զոռով հետը շփվել։ Ու ես ես մի քանի ամիս ամեն օր Ռեբեկայի հետ եմ, ու այդ ամեն ինչը քեզ ոչ մի բան չի ասում։ Ես չեմ ուզում խառնվեմ նրանց հարցերի, որ ընդհանրապես պետք չի խառնվեմ, բայց ինձ ճիշտ հասկացի, եթե Ռեբեկան չլիներ, կամ Ռեբեկան այլ կարգավիճակում լիներ, ես ընդհանրապես ոչ մի վարքյան ոչ մի հարցում չէի խառնվի, բայց հիմա այս կյանքում ստացվել է այնց, որ ես շատ մեծ պատասխանատվություն եմ զգում Ռեբեկայի հանդեպ ու Վահեի հիշատակի։ Ախպերս, ես ամեն ինչ շատ լավ հասկանում եմ, բայց կարաս ես ամեն ինչին Վահեին անընդհատ չխառնես։ Չէ, չեմ կարա։ Եթե ուշադիր եղած լինես, դու տեսել ես, որ ինքը մինչև հիմա մատանին չի հանել մատից։ Այդ ինչ որ բան քեզ չի ասում, Արամ։ Չէ, ընդհանրապես ոչ մի բան չի ասում, Գորջան։ Ախպերս, ես ամեն օր Ռեբեկայի կողքին եմ ու քեզ ասեմ, որ վերջապես այդ աղջիկը սկսել է ապրել, սկսել է ժպտալ, սկսել է կյանքին ուրիշ աչքերով նայել։ Ու վերջապես այդ սև ու սքից դուրս է գալիս արդեն։ Ես չեմ հասկանում, այդ ամեն ինչը քեզ դուր չի գալիս, Գոր։ Անընդհատ պիտի Վահեի հիշատակի մասին հիշացնեք իրան ու չթողեք, որ ինքը իր կյանքը դասավորի ու անընդհատ պիտի ճնշեք։ Արամ, այս հարցը շատ նուրբ հարց է։ Ես ամեն առաջինն եմ այս աշխարհում ուզում, որ ինքը ուրախ լինի, որ ուզենա ապրի, բայց… Էլ ինչ բայց։ Արամ, Ռեբեկան հիմա շատ խոցելի է։ Դու էլ ախր ես քեզ լավ եմ ճանաչում։ Հեսա կապրես, մի օր մեկին կտեսնես, էլի կսիրահարվես, իրան բաց կթողնես ու այդ ամեն ինչը իրոք արդեն իր համար վերջը կդառնա։ Գոր, ինչի՞ է քեզ թվում, որ ես երեխա եմ ու ոչ մի բան չեմ հասկանում։ Լսի, քանի անգամ ես այս նախադասությունը աղջիկների ասե, հա։ Ախպերս, այս ամեն ինչը իրոք ուրիշ է։ Ու ես սիրում եմ Ռեբեկային։ Իմ համար ամենակարևորը այն, թե ինչ է զգում կամ ինչ է ուզում Ռեբեկան։ Ու ես քեզ զգուշացնում եմ, որ այս պատմության մեջ ինչքան էլ դու ինձ հարազատ մարդ լինես,
Ես իրա կողքն եմ լինելու, իրան եմ պաշտպանելու, ու եթե հանկարծ դու իրան նեղացրեցիր, Արամ, ես հաստատ ուրիշ ձև եմ քո հետ խոսալու։ Իմ ուղարկած նկարներում երևի տեսար, քանի անգամ ազանգել ինձ գոռն ու անպատասխան մնացել։ Ինչքան նամակներ ա ուղարկել ու էլի անպատասխան մնացել։ Եթե ինքը ինձ պետք լիներ, ես այս հնարավորությունը ձեռքիցս բաց չէի թողնի, որովհետև մարդը իր ոտքով եկել էր մոտս։ Իմ միակ ցանկությունը հիմա այն է, որ դու էլ ինպես խաբված չլինես։ Իմացի ով ա կողքից Սառը, ու հետո որոշի իրոք ուզում ես այդ տեսակ մարդու հետ կյանքդ կապել, թե չէ։ Սար, ես էլ քեզ էի ման գալիս։ Ինչ կա, արթնացավ էլ կան։ Այդ լացում ես։ Չէ, ամեն ինչ կարգին է։ Կասես ով էր կամ ինչ էր ուղարկել, որ առանձնացար ու հիմա այս վիճակում ես։ Ոչ մի կարևոր բան չկա։ Արի գնանք Նարինեի մոտ, համ էլ տեսնենք Էլկան ոնց է։ Արման, դու որպես որդի գիտես, թե ինչ պարտավորություններ ունես հորդ առաջ։ Իսկ որպես տղամարդ դու գիտես ինչ պարտավորություններ ունես կնոջ հանդեպ։ Հա? Հիշիր, վերջին ամիսներին ես, Էլկան, դու բոլորս ընդհանրապես ինչ են գրել հորդ պատճառով։ Ես հասկանում եմ այդ ամեն ինչը։ Ես փորձել եմ, ես խոսել եմ, անընդհատ ուզում էի ուղղել ամեն ինչ, խոսում էի հետը, բայց այդ մարդը չի փոխվում։ Եթե մարդուն չես կարողանում փոխել, պիտի փոխես վերաբերմունքդ նրա հանդեպ։ Այ հիմա ես փորձում եմ հենց դա անել։ Որովհետև դու որոշեցիր, որ քո ինքնասիրությունը շատ ավելի բարձր է, քան մնացած ամեն ինչը։ Որովհետև դու որոշեցիր, որ ինձնից օգնություն խնդրել պետք չի։ Որովհետև դու որոշեցիր, որ ինձ տեղյակ պահել պետք չի։ Ես մի անգամ չէ, որ խոսել էի հետդ։ Ես մի անգամ չէ, որ ասել էի քեզ այդ ամենի մասին։ Բայց սա քո որոշումն էր։ Ես կյանքում չէի ուզի, որ նման բան լիներ։ Դե գիտես ինչ, լինելուց հետո այնքան էլ հետաքրքիր չի, թե դու ինչ կուզեիր կամ ինչ չէ։ Հատկապես, երբ անկախ քեզնից դու գիտեիր հնարավոր հետևանքների մասին։ Ես քեզ ասում եմ ամենայն լրջությամբ։ Ես քեզ արգելում եմ մոտենալ Էլկային։ Դու քո հորից հրաժարվել չես կարող, ես դա հասկանում եմ, հայրը դա, բայց ես էլ չեմ կարող վտանգել իմ թոռան կյանքը։ Դու ինչքան էլ սիրես Էլկային, միևնույն է, դա շատ քիչ է նրան պաշտպանելու համար։ Ես չեմ կարող հեռու մնամ Էլկայից։ Մի ստիպիր, որ մեր հարաբերությունները անցնեն թշնամանքի։ Մարդու խոսքերով չեն սիրում, Արման։ Այդքան սիրում էիր, ուրեմն պատասխանատվություն կրեիր։ Ես հիմա այդքան հետդ խոսում եմ, որովհետև հաշվի եմ առնում շատ ու շատ բաներ։ Եվ մեծ հույս ունեմ, որ դու էլ հաշվի կառնես ինչ-ինչ բաներ ու հեռու կմնաս Էլկայից։ Դու քո ընտրությունն արդեն արել ես ու երևի բարին էլ դա էր։ Եթե հանկարծ փորձես կապ հաստատել Էլկայի հետ կամ հանդիպել, ես քեզ ասում եմ, որ դա Էլկայի համար շատ ավելի վատ է լինելու։ Արման, դու չկարողացար պաշտպանել Էլկային։ Ես չգիտեմ, թե այս պատմությունն ինչ ավարտ կունենա,
ու չեմ էլ կարող խոսել հետոյի մասին, որովհետև ես հույսս չեմ դնում պատահականությունների վրա, որովհետև ոչ ոք չգիտի, թե հաջորդ անգամ հայրդ ինչ փորձանքի մեջ կգցի բոլորիս։ Սարան, իսկ եթե իրոք պատահականություն ա եղել, իսկ եթե իրոք հայրս ոչ մի կապ չունի։ Արման, դու հիմա քո ասածին հավատում ես։ Էս այդ փողնա, որ Էլկան տվել էր ինձ, ես տեղյակ չեմ եղել, թե չէ հաստատ ոչ կվերցնեի, ոչ էլ կթողնեի, որ նման բան աներ։ Ես ինձ շատ վատ եմ զգում ու գիտեմ, որ այս ամեն ինչը շատ սխալ է, դրա համար չգիտեմ էլ ինչ ասեմ։ Ուղղակի ես չեմ կարող քեզ խոստանալ, որ հեռու կմնամ Էլկայից։ Այդ ուղղակի որոշելով չի, ես իրան շատ եմ սիրում։ Ուրեմն ես կգտնեմ դրա հնարը, որ դու հեռու մնաս Էլկայից ու մի ստիպիր ինձ Արման, որ ես ավելի վատ քայլերի դիմեմ։ Իսկ եթե սպասենք ուղղակի, որ Էլկան արտանա, դու ինձ շատ լավ ես ճանաչում։ Բոլոր դեպքերում իմ որոշումը փոփոխման ենթակա չի։ Սուրճ ենք վերել ձեզ։ Սար, սուրճ կխմես։ Չէ, չեմ ուզում։ Ինչի։ Ուղղակի չեմ ուզում սուրճ խմել։ Լավ, ոնց կուզես։ Վերջապես, Էլկայից ինչ նորություն կա։ Էլկան քիչ առաջ արթնացել է։ Շատ թույլ է, բայց կարևորը գիտակից է։ Վիճակը շարունակում է մնալ ծանր, բայց ամեն դեպքում հույս ունենք, որ կունենանք դրական դինամիկա։ Այս բայի համար այսքանը կարող եմ ասել։ Իսկ կարող ենք տեսնել գոնե մի քանի րոպեով։ Ոչ, ցանկացած տեսակցություն խստիվ արգելված է։ Դա հենց հիվանդի շահերից է բխում։ Ընդհանրապես արթնացել է, բայց արդեն ուրախանում ենք։ Ու դեռ չգիտենք, թե մեզ հետո ինչ է սպասվելու։ Մամ, ախր ասեց, որ դրական փոփոխություն կա, չէ՞։ Արի մտածենք, որ ամեն ինչ լավ է լինելու։ Կներեք, ես գնամ։ Ուր ես գնում։ Ուղղակի ուզում եմ դուրս գնամ, այստեղ օդը չի հերիքում։ Չգիտեմ, ինչ որ հաղորդագրություն եկավ ու դրանից հետո տրամադրությունը փոխվեց։ Ով էր։ Հաստատ չգիտեմ, բայց ձեր հայացքներից հասկացա, որ ամենայն հավանականությամբ Եվան է եղել։ Արդեն չգիտեմ, ինչ մտածեմ, Եվայից ամեն ինչ սպասելի է։ Դուք ես լավ ես զգում, նորմալ է ամեն ինչ։ Հա, նորմալ է։ Կարող է գնամ ուտելու մի բան բերեմ, սոված չես։ Չէ, ախորժակ ընդհանրապես չունեմ, երևի լարվածությունից է։ Իբր կոտորվել էիր հաց ուտելով, հիմա էլ ախորժակ չունես։ Չնայած մի կողմից էլ լավ է, քեզ պահելը հեշտ կլինի իմ համար։ Իսկ դու ինչ կապ ունես ինձ պահելու հետ։ Ռեբեկա ջան, այս աշխարհում ինձնից բացի ուրիշ ով կարա կապ ունենա քեզ պահելու հետ։ Արամ։ Ջան։
Ինչա կատարվել հետդ։ Ոչ մի բան։ Բա ինչի՞ ես քեզ sense բան։ Սենց ոնց։ Եթե իմ ներկայությունը քեզ տհաճ է, ես հենց հիմա կարող եմ գնամ։ Ոնց ճիշտ ես գտնում, այդպես էլ արա Գորջան։ Սպասի հələ մի րոպե։ Ինչ հաղորդագրություն է ստացել ու ումից։ Դա շատ վատ բան է, ես չեմ ուզում։ Հենց հիմա հեռախոսդ վերցնեմ ու ստուգեմ։ Նորից եմ հարցնում, ինչ հաղորդագրություն է ու ումից։ Այդ ինչ եղավ, որ ես կես ժամվա մեջ sense փոխվեցիր։ Ինչ կապ ունեք դու Եվան հիմա իրար հետ Գոր։ Ադե պարզ առանց Եվայի ոչ մի բան չէր լինի։ Հարց տվեցի։ Դու երբ խոսել ես իր մասին, ամեն անգամ այնպիսի տպավորություն ես ստեղծել, որ քո համար ուղակի անցած պատմություն է, որ ինքը քո համար կարևոր չի։ Դու ասել ես, որ ինքն է ինչ-որ նպատակով եկել Հայաստան ու դու ամեն կերպ փորձում ես իրենից հեռու մնալ։ Տենց էլ կա, Եվան անցած պատմություն է։ Ինչ եղել է, անցել է, շուտվանից գնացել է։ Իրոք Գոր։ Լուրջ։ Դրա համար ես իրեն օրվա մեջ 20-ից ավել հաղորդագրություն ուղարկում։ Դրա համար ես սրտաճմլիկ ձայնայիներ ուղարկում, խնդրում որ քեզ լսի։ Դրա համար Գոր։ Իսկ կարող է ընդհանրապես մենք բաժանվենք, ես դառնամ անցած պատմություն, ոնց հասկանում եմ դու քո նախկինների հանդեպ ավելի ուշադիր ու ավելի ջերմ ես։ Չնայած չէ, ավելի լավ է ես ուղղակի առանց որևէ խոսք ասելու գնամ, որովհետև մի տեսակ նորմալ չի երկու մարդկանց մեջտեղում կանգնելը։ Խելագարվել ես, ինչ ես խոսում։ Գոր ես անձամբ եմ լսել քո ձայնայինները։ Ես տեսել եմ քո նամակները։ Հիմա ինչ էլ ասես, մեկը։ Ես արդեն տեսել եմ այն, ինչը ամենաքիչը կուզեի տեսնել։ Ալո, Արման ջան, լավ նորություն ունեմ, ախպերս։ Էլկան արթնացել է, բժիշկն էլ ասում է, որ ամեն ինչ դեպի լավն է գնում։ Հա? Ինչ լավ բան ասացիր։ Լսի, իսկ մոտը մտել են, ոնց է, ինչ է ասում, ինչ վիճակում է։ Չէ, Արման ջան, տեսակցությունները հիմա արգելված է։ Այդքան բանն ասեցին, ես էլ ասեցի զանգեմ քեզ շուտ տեղյակ պահեմ։ Լավ ես արել, ախպերս, շնորհակալ եմ շատ։ Որ ինչ-որ նորություն լինի, անպայման ասա, հա։ Անպայման ախպերս։ Այդ թեմա չի, դրա շուրջ մի էլ մտածի։ Ես էլ ոնց հասկացել եմ, տենց շատ անհաջող պատմության մեջ ես, հա։ Ինչով կարամ ես քեզ օգնեմ։ Ոչ մի բան, Արամ ջան, ամեն ինչ նորմալ է։ Դու ինձ մենակ հիվանդանոցից ինֆորմացիա տուր, այդ ինձ հերիք է։ Եղավ ախպերս։ Բայց ամեն դեպքում, Արամ ջան, եթե ես ինչ-որ մի բանով կարամ քեզ օգնեմ, անպայման ինձ տեղյակ պահի, էլի։ Ապրես ախպերս, շնորհակալ եմ շատ։ Այդ ում հետ էիր խոսում։ Ահա։ Արդեն սենց, հա։ Ինձ քո անձնական զանգերը ընդհանրապես չեն հետաքրքրում։ Ուղղակի լսեցի, որ Արմանի անունը տվեցիր, ուզում եի իմանալ իր հետ ես խոսում, թե չէ։ Հա, ասում էի, որ Էլկան արդեն արթնացել է։ Պապիկը արգելել է որևէ տեղեկություն տանք Արմանին Էլկայի վերաբերյալ կամ թողնենք, որ ինքը գա Էլկայի մոտ։ Ինչի՞։ Չգիտեմ։ Բայց պապիկը միշտ Արմանին մեզանից ավելի շատ է վստահել։ Ու եթե հիմա նման բան է որոշել, նշանակում է ինչ-որ լուրջ պատճառ կա։ Ռեբեկա ջան, Արմանը քրոջը շատ է սիրում, այդ մեկ։ Երկրորդն էլ ինքը ինձ շատ է օգնել։ Այդ երկու ու երրորդն էլ ես իրան հենց նորություն իմանամ ասելու եմ։ Այդ ինչով է քեզ Արմանը օգնել։ Բա քո համար ինքն է ինձ տվել։ Հա։ Հենց չէի կարում հետդ խոսայի, չէի իմանում ինչ անեի, ինքն է ինձ խորհուրդներ տվել, որ հետդ շփման եզրեր գտնեմ։ Մեկ էլ որ նյարդերս չէր հերիքում, արդեն ասում էր, որ լավ աղջիկ ես, կարելի է հետդ հույս կապել, էլի քո դեպքում հույսը կորցնել պետք չի։ Ռեբեկա ջան։ Ջան։ Դու զգում ես, որ արդեն չափերդ անցնում ես։
Բայց ինչի եմ չափերս անցնում, Ռեբեկա ջան, հարց ես տալիս, ես էլ պատասխանում եմ։ Ես չգիտեմ Արմանը ինչով է քեզ օգնել, ոնց է սփոփել կամ կողքիդ եղել։ Բայց արի մի բան պայմանավորվենք։ Քանի դեռ մենք չգիտենք, թե ինչի է պապիկը նման որոշման եկել, ուղղակի մեր ընտանիքի հարցերը ոչ մեկին մի ասա, լավ։ Չէ։ Չի լինի, Ռեբեկա ջան, եթե օրինակ ես քեզնից լուրջ ունենայի երկար ժամանակ, չգիտեմ ինչ կանեի։ Ով էլ որ կարար արգել էր ինձ, կարող սպանել։ Հա, ու չէի նայի ով է։ Հենց որ Արմանը լավ տղա է, էլի մեղ կարի իրան մեղքի տակ չդնենք։ Ու ես հենց ինչ որ մի բան իմացա, էլի եմ ասում, ասելու եմ Արմանին, ով ինչ ուզում է ասի։ Իսկ դու ինչ ես ինձ խոսում, իբր ես ու դու իրար հետ ինչ-որ կապ ունենք։ Բայց մենք կապ ունենք իրար հետ, ուղղակի դու չես ուզում այդ ընդունես։ Սխալվում ես։ Ընդունել ես։ Սխալվում ես, մենք ոչ մի կապ չունենք իրար հետ։ Օրինակ ես գժվում եմ քո համար։ Ու գիտեմ, որ դու էլ ինձ ես շատ սիրում։ Ուղղակի այդ ես եմ տեսնում։ Բայց որ նայում ես ինձ, ծերը աչքերիցդ կաթում է, գիտես, չէ։ Դե Ռեբեկա ջան, ասենք իմ նման տղունց կարայր չսիրեիր։ Անտանելի ես ուղղակի։ Դու էլ ես անտանելի, բայց ես քեզ հենց տենց եմ սիրում։ Ահա որ ես, ազնիվ խոսք։ Պապ ջան, Էլկան արդեն արթնացել է, ոնց հասկացա ամեն ինչ դեպի դրականն է գնում։ Գիտեմ, այն որ արթնացել է դա շատ լավ է, բայց դեռ բավարար չի։ Բժիշկն ինձ իր մոտ է կանչել, խոսեմ, հետո հասկանամ ինչա պետք անել։ Այսինքն, ի՞նչ է նշանակում ինչա պետք անել։ Մի փոքր համբերի, հա, Նարինե։ Խոսեմ բժշկի հետ, հետո կբացատրեմ։ Համբերի։ Այ հիմա հասկացա Եվան ինչի էր կորել։ Փաստորեն այս ամեն ինչը պլանի մի մասն էր։ Լավ, էլի խնդրում եմ, Գոր, ինչ պլան։ Հա, ես 1000 անգամ հաղորդագրություն եմ ուղարկել իրան ու զանգել եմ։ Ու ինքը չի պատասխանել։ Նենց բովանդակությամբ հաղորդագրություններ եմ ուղարկել, որ կողքից մեկը լսեր, հաստատ ուրիշ տպավորություն կստեղծվեր։ Բայց այդ ամեն ինչը արել եմ նրա համար, որ քեզ պաշտպանեմ իրանից։ Հասկանում ես, դու ստեղ մենակ էիր ու ես չէի կարող քեզ պաշտպանել։ Ես էլ ճար չունեի, դրա համար նենց բաներ էի ասում, որ գոնե փափկի, պատասխանի զանգերից, որ ես իմ ասելիքը կարողանամ ասել։ Գոր, խնդրում եմ, հեքիաթ մի հորինի։ Եթե ասելիք ունեիր, կարող էր հաղորդագրությամբ էլ ասել։ Չնայած ասել ես, դրանից ավել էլ ինչ պիտի ասեիր։ Դու Եվային չես ճանաչում, դրա համար էլ հիմա սենց ես խոսում։ Արի մի կողմ դնենք այն, որ արդեն դու մի քանի անգամ իմ սերը կասկածի տակ ես դնում, ինչը որ շատ վիրավորական է իմ համար, բայց ես հիմա քեզ հասկանում եմ, որովհետև Եվան նենց հարե, որ երկուսս էլ հայտնվել ենք թակարդի մեջ։ Ինչ թակարդ, Գոր։ Եվան շատ անկանխատեսելի մարդ է։ Դրա համար ես ստիպված եմ իրան իմ ուշադրության տակ պահեի։ Այն կարգի, որ Արամին խնդրել եմ, որ հանդիպի հետը, Վահեի տուն կանչել։ Համել գիտես, երեք որ Ռեբեկան ու Արամը գնացել էին քաղաքից դուրս, էդ էլ կապ ուներ այս թեմաների հետ։ Ես էի խնդրել, որ տեսնի Եվային։ Հիմա մենք Եվային ենք ման գալի, նորից եմ ասում, ինքը անկանխատեսելի մարդ է, ու որ հիմա կորել է, այդ նշանակում է ինչ որ միտեղ նստած մի բան ծրագրում է մեր դեմ։ Ու այն կարգի է ստացվում մոտը, որ դու հենց հիմա իմ դիմացը կանգնած կասկածի տակ ես դրել իմ սերը։ Սառա, երբ որ դու փորձում ես չհավատալ ինձ, ես այդ ժամանակ անզոր եմ դառնում պայքարել մարդկանց դեմ, հասկանում ես։ Ես քեզնից հենց հիմա ներողություն եմ խնդրում, որ քեզ գցել եմ տհաճ պատմության մեջ, որ դու վատ իրավիճակի մեջ ես հայտնվել, բայց այդ քեզ առիթ չի տալիս, որ դու կասկածի տակ դնես իմ սերը։ Մի թող որ ուրիշ մարդիկ քո հոգու սրտի մեջ կասկածներ սերմանեն։ Դու ախր ինձ ճանաչում ես, ինչի ես հիմա քեզ սենց պահում։ Գոր, չգիտեմ ինչ ասել։ Կներես, բայց ուզում եմ մի քիչ մենակ մնալ։ Չէ, մի գնա ոչ միտեղ։ Հենց հիմա դիմացդ կանգնած եմ, ինչ հարց քեզ տանջում է, տուր կպատասխանեմ։ Չէ, ոչ մի հարց չունեմ, ուղղակի իրոք ուզում եմ մի քիչ մենակ մնալ։
Պարոն Սարոյան, ինչպես եւ կանխատեսում ենք, ելկայի մոտ բարդություններ են առաջացել եւ կարիք կա մեկ այլ բարդ վիրահատության, որը խորհուրդ կտամ արտերկրում անեք։ Միակ լավ բանն է, որ քայլելու հետ կապված խնդիրներ չի ունենա։ Ճիշտ է, մի քիչ երկար կտևի բուժման ընթացքը, բայց արդյունքը լավ կլինի։ Ես ոչ մի խնդիր չեմ տեսնում։ Եթե ասում եք, որ լավ կլինի, ուրեմն կարող ենք հենց հիմա էլ գործընթացը սկսել։ Այդ դեպքում ես տվյալներն ու բժշկական պատմությունը կուղարկեմ Գերմանիա, բայց տեղափոխումը մի քիչ ուշ կկազմակերպենք, քանի որ ելկան շատ թույլ է։ Ամեն դեպքում մենք գործ ունենք ողնաշարի հետ, ռիսկի չենք կարող դիմել։ Շատ բարի։ Դուք ասեք, թե ես ինչ պիտի անեմ ու ես հենց հիմա էլ կարող եմ այդ ամեն ինչը կարգավորել։ Շատ լավ։ Հա, մի բան էլ, ոստիկանությունը տեղյակ է այս դեպքի մասին, բայց ես նրանց չեմ թողել ելկայի մոտ, քանի որ իմաստ չկա։ Ելկանի վիճակի չի ոչ մի հարցի պատասխանելու։ Հասկացա, շնորհակալ եմ։ Շատ լավ, հիմա մի քանի թուղթ պետք է ստորագրեք տեղափոխման հետ կապված։ Շատ բարի։ Ինչ եղան Սառան ու Գոռը։ Սառան շատ վատ վիճակում էր։ Բան չի ասել Սառան քեզ այդ նամակի պահով։ Չէ, մենակ տեսա, որ ինչ-որ հաղորդագրություն ստացավ, խառնվեց իրար ու գնաց։ Հետո ես գնացի իր մոտ լացում էր, բայց ինձ ոչ մի բան չպատմեց։ Ուրեմն հաստատ Եվանա։ Լավ, բայց ինչ ա ուղարկել կամ ինչ ա ասել, որ Սառան տենց խառնվեց իրար։ Ես չգիտեմ, Եվայից ամեն ինչ սպասելի է։ Ես չեմ հասկանում, գիտես Գոռը այդ աղջկա մեջ ինչ ա գտել, որ սիրել է։ Բայց ինչի։ Եվան շատ հմայիչ ու սիրուն աղջիկ է։ Ես քեզ ասեմ, Եվայի մեջ ինչ-որ մի հատ ձգողականություն կա, որ ինքն հենց անում, որ իրան շատ հեշտ կարա սիրահարվես։ Փաստորեն քեզ էլ է կարողացել տեղը տեղին նենց անի, որ սիրահարվես։ Չգիտեմ, հələ որ չեմ հասկանում։ Ինչ ես ծիծաղում։ Չեմ ծիծաղում, ուրախանում եմ։ Ախր ինքան սիրուն ես խանդում։ Ոչ ես էլ դրանից շատ եմ, ախր ուրախանում, Ռեբեկա ջան։ Ես քեզ չեմ խանդում։ Բա խանդել էլ ոնց ա լինում։ Այդ խեղճ աղջիկը հիմա դիմացդ լիներ, կսպաներ երևի։ Էլի որ կսպանեի, բայց ոչ քո համար, այլ Սառայի։ Ուզում ես ասես դու ոչ մի բան չես զգում իմ հանդեպ, հա? Չէ, չեմ զգում։ Չես էլ խանդում։ Ընդհանրապես։ Լավ, գոնե չես էլ սիրում մի քիչ։ Չեմ սիրում։ Լավ, այդ դեպքում ես էլ ինչի եմ գալիս այսքան քո մոտ։ Երևի իրոք իմ ներկայությունը քո համար տհաճ է։ Երևի իրոք ես անհանգստացնում եմ քեզ։ Բայց ուզում իմանաս, որ ես քեզ շատ եմ սիրում։ Ու դու այդ գիտես ու միշտ էլ զգացել ես։ Բայց եթե ուզում ես, ես կգնամ։ Կգնամ հետ Ամերիկա։ Ես չեմ ուզում, որ իմ սերը քո համար ճնշող ինչ-որ մի բան լինի։ Ուղղակի ուզում եմ իմանաս, որ ես միշտ էլ քեզ սիրել եմ։ Ու շատ։ Ու ինչի ես հիմա ինձ ես ամեն ինչ ասում։ Հիմա այս ամեն ինչը ես քեզ ասում եմ, որովհետև մտածել եմ, որ քո համար գոնե մի քիչ կարևոր եմ եղել։ Բայց հիմա Հիմա ինչ։ Երևի Գոռը ճիշտ էր ասում, գիտես։ Ես պիտի քեզնից հեռու մնայի հենց այն սկզբից։
Ուղղակի քեզ շատ եմ սիրել ես։ Քո համար ավելի լավ կլինի երևի, որ ես էլ քո կողքին ընդհանրապես չհայտնվեմ։ Կներես, եթե քեզ վատ դրության մեջ եմ դրել իմ հումորներով ու պահվածքով։ Ուղղակի այդ ամեն ինչը արել եմ, որ գոնե մի քիչ ինձ սիրես։ Բայց տենց էլ դու ինձ չսիրեցիր, Ռեբեկա։ Իմացի, որ ես էլ չեմ գա ու չեմ անհանգստացնի քեզ։ Հիմա ինձ ուղղակի մնում է, որ գնամ։ Դու ինձ տենց էլ չսիրեցիր։ Լավ մնա։ Արամ, սպասի։ Մի գնա։